Բարև Հայր ջան, այսօր 2026 թվականի հունվարի 20-ն է, բայց դուք այս վիդեոն նայելու եք վաղը ամսի 21-ին։ Առաջի այցն է մեր այս տարվա Ծիծեռնակաբերդ։ Աշխատանքները մեր աչքով տեսանք, ի հակառակ նրանց, ովքեր նորից ինչ-որ չգիտեմ ինչեր էին գրում, խոսում, բան, որ աշխատանք չի արվում, որ նորից հետ են ընկնում ասած ժամկետներից եւ այլն, աշխատանքը կա, տեսանյութը նկարած է, ինքներդ կարաք նայեք։ Ու ուզում եմ նաև դիմել այն հայերին, ովքեր ապրում են Հայաստանում, երբ Սփյուռքից են հարցնում ինչ վիճակ է, ուր հասավ, այդ մարդիկ ֆիզիկապես հնարավորություն չունեն գալ նայելու։ Ես զարմանում եմ մարդկանց վրա, մասնավորապես նրանց, ովքեր ապրում են Երևանում։ Մենակ on-line հարցնում եք, ժողովուրդ, համեցեք, Ծիծեռնակաբերդի տեղը գիտեք, եկեք ձեր աչքով տեսեք, եթե իրոք սրտացավ եք, ուղղակի Ծիտիկի համար չեք հարցնում ինչ եղավ, ոնց եղավ։ Եկեք ձեր աչքով նայեք, որ աշխատանքները նորմալ գնում են առաջ ու ոնց խոսացվել է հունվար-փետրվար, միգուցե մի քիչ, մի քանի օր էլ ուշանա մտնենք մարտ, բայց ապրիլի 24-ին ես ձեզ վստահեցնում եմ, բոլորս միասին գալու ենք արդեն պատրաստ, վերանորոգված ցեղասպանության հուշահամալիր, մեր հարգանքի տուրքը մատուցենք, ոնց որ միշտ, ոչինչ չի փոխվելու։ Ու հորդորս է պանիկյորներին, իզուր այն մարդկանց հույզերի վրա, ովքեր իրոք այս թեմայով սրտացավ են, ձեր էժան շարբազությամբ մի ազդեք, ինձանից շատ ոչ մեկ այս թեմայով հուզված ու այն ամենասկզբից էլ արունը գլխին տված չլինի, բայց եկանք հասանք նրան, որ այլևս վերանորոգում է, նենց որ բոլորդ հանգիստ եղեք, ով էլ ապրում է Երևանում, կարաք ձեր ոտքով գաք, ինքներդ տեսնեք, ֆիքսեք, ուզում եք նկարեք, աշխատանքները գնում են առաջ ու ամեն ինչ գնում է նորմալ, լավ ու ճիշտ։ Այն մարդիկ էլ, ովքեր փորձում են մասնագիտական ինչ-որ խորհուրդ տալ կամ հերվից ինչ-որ տենց ուղղակի ասել, օ, սա սխալ է, սա սենց է, սա նենց է, ես բազմիցս ասել եմ, նորից ասում եմ, եթե իրոք սրտացավ եք, այլ ոչ թե լայք եք հավաքում կամ չգիտեմ ինչ, դիվիդենդ հավաքում կամ ինչ-ինչ, չգիտեմ ինչ եք անում, եթե իրոք սրտացավ եք, ես նորից եմ ասում, դուք այդ իրավունքը ունեք, ես սա ասում եմ հանրային ու բարձրաձայն, եկեք ձեր մասնագիտական ճիշտ խորհուրդը տվեք ու այդ ձեր գիտելիքը դրեք գործի մեջ, ոչ թե օգտագործեք որպես լայքերի հավաքագրող ինչ-որ մի հատ բազա, որ բան եք գրել, ձեզ լայք են, նենց որ կողքից ուղակի եկեք այլևս թող ոչ մեկ ոչինչ չխոսա, գործը գնում է առաջ, ով էլ հասկանում է, որ սխալ է, ինքը ավելի խելացի է, եկեք ձեր գիտելիքը ներդրեք աշխատանքի մեջ, սրանից ավել, ես չգիտեմ, էլ ինչ է պետք, էլ ինչ ասվի ու ոնց, նենց որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ իր հունով գնում է առաջ ու ապրիլի 24-ին, այս մի տեսանյութի մեջ արդեն երկրորդ անգամ եմ խոստանում բոլորիդ, բոլորս միասին գալու ենք նորմալ, վերանորոգված, առանց խոչընդոտների, առանց այս շինարարական սարքավորումների, մի խոսքով ոնց գիտեիք այս հուշահամալիրը, այդ այնց բոլորս գալու ենք, մեր հարգանքի տուրքը մատուցենք ու գնանք։ Մենք էլի կայցելենք ստեղ, մինչև վերջնական տեսքը չլինի։ Պարբերաբար ամեն ինչից կտեղեկանաք։ Հենց որ հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է ու ապրիլի 24-ին բոլորս կհանդիպենք ստեղ, ոնց որ ամեն տարի։ Լավ մնաք ու թող Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։